Ռեկորդային տապ ապրող Եվրոպայի խանութներում օդորակիչ կամ օդափոխիչ գտնելը գրեթե անհնարին է դարձել։ Բազմաթիվ խանութներում օդորակիչներ ենք փնտրել, հարցրել ենք բոլոր խանութներում, ցավոք ոչ մի սարք չենք գտել։ Մեր վերջին հույսը այս խանութն էր, այստեղ էլ ոչինչ չի մնացել։ Դատարկ դարակները տեսնելով շատերը չեն հուսալքվում։ Անհնար է ապրել 40 աստիճանից բարձր ջերմաստիճանի պայմաններում։ Մարդիկ պատրաստ են նույնիսկ թանկ ձեռք բերել զովացնող սարքեր։ Ուզում էի ինչ-որ շարժական սարք գնել, բայց այնտեղ ոչինչ չկա։ Չկարողացա սենյակը հովացնող մի բան գտնել։ Ոչ փոքր սարք կա, ոչ էլ մեծ։ Ոչինչ, ուրիշ խանութում կփնտրեմ։ Վիեննայի այս խանութի վերջին շարժական օդորակիչները ձեռքներին հեռացող մարդիկ խոստովանում են, օրեր է տևել, մինչև գտել են։ Մարտինան հաջողակներից է, մեկի փոխարեն մի քանիսն է գտել ու առանց վարանելու գնել է։ Կարողացա ձեռք բերել վերջինը։ Արդեն մի քանիսն ունեմ տանը, դրանք երբեք շատ չեն լինում։ Հերբերտը համոզված է, օդորակիչը ոչ թե տեխնոլոգիական գյուտ է, այլ աստվածային պարգև։ Սա իսկական աստվածային պարգև է, բնակարանում այնքան շոկ է, որ դիմանալ հնարավոր չէ։ Շնորհակալ եմ Աստծուն, որ վերջի վերջո մենք էլ կարողացանք գնել։ Օդորակիչ արտադրող ընկերությունները պատրաստ էին Եվրոպայում սարսափելի շոքին, բայց չէին սպասում, որ ապրանքի պաշարները կսպառվեն։ Զովացնող սարքերի մեծ դեֆիցիտ է հին աշխարհամասում։ Օդորակիչների շուկայում դեֆիցիտ է, բոլորը վաճառված են։ Հաջորդ մի քանի շաբաթներին անհնարին կլինի թեկուզ մեկ սարք ձեռք բերել։ Մենք ստիպված էինք օդորակիչներ պատվիրել դեռևս հունվար-փետրվարին։ Վաճառքի խորհրդատուի խոսքով Վիեննայում նման ծավալի պահանջարկ չի եղել։ Համացանցում կադրեր են տարածվել, ինչպես է Գերմանիայում օդափոխիչների երկար հերթում հրմշտոց սկսվում։ Օդորակիչներ պատվիրելու իմաստ չկա, պաշարներն ավարտվել են, միակ լուծումը օդափոխիչն է։ Կլիմայական արտակարգ իրավիճակը դասակարգային պատերազմի է վերածվել։ Պնդում է Եվրոպայում ժողովրդավարության շարժում ակտիվիստական կազմակերպության հիմնադիր Յանիս Վարուֆակիսը։ Հունաստանի նախկին ֆինանսների նախարարը հայտարարել է. հարուստներն այրում են մոլորակը, հետո օդորակիչներ, մասնավոր լողավազաններ գնում, մինչդեռ աշխատողները մնում են այրվող քաղաքներում։ Հին աշխարհամասը շոկից խեղդվում է նաև պատմական շենքերի պատճառով։ Մշակութային արժեք ներկայացնող այդ շինություններում արգելվում է օդորակիչներ կամ այլ ժամանակակից սարքավորումներ տեղադրելը։ Բացի այդ, մասնագետների խոսքով, օդորակիչների զանգվածային օգտագործման հետևանքով կարող է չդիմանալ Եվրոպայի էներգետիկ համակարգը, մեծացնելով հոսանքի անջատումների ռիսկը։ Հիմա միջազգային էներգետիկ գործակալության տվյալով Եվրոպայի բնակչության մոտ 80%-ն առանց օդորակիչ է, ընդամենը 20%-ն ունի հովացման համակարգ։ Մինչդեռ Միացյալ Նահանգների 90% տներում կա սաստիկ շոքին դիմակայելու հնարավորություն։ Մարիամ Ամիրջանյան, Գագիկ Տերղազարյան, Հայլուր։